2026-ի առաջին օրերին Իրանի Իսլամական Հանրապետությունում բողոքի ակցիաներ էին։ Դրանք ուղեկցվեցին զանգվածային անկարգություններով, երկրի իշխանությունները կիրառեցին կոշտ միջոցներ։ Իրանը մեր հարավային հարևանն է, երկիր, որից Հայաստան են բերվում բազմատեսակ ապրանքներ։ Մեր նկարահանող խումբն օրերս այցելել է Մեղրիի մաքսային անցակետ, հասկանալու ինչպես են աշխատել ու ինչ փոփոխություններ են նկատել այնտեղ դրկից երկրում ներքաղաքական խժդժությունների ժամանակահատվածում։ Ձեր նշած ժամանակահատվածում հունվարի 8-ից 13-ը ուղևորահոսքի փոփոխություն նկատելի չի զգացվել, ամեն ինչ եղել է բնականon հունով։ Քաղաքացիները տոնական միջոցառումների հետ կապված ովքեր որ մուտք էին արել, նույն այդ ընթացքում էլ ելք են իրականացրել, արտառոց դեպքեր, արտառոց իրավիճակներ չեն ունեցել։ Իրավիճակը այս պահին նորմալ է, ոչ մի փոփոխություն ուղևորահոսքի հետ կապված, ոչ զգալի աճ, ոչ զգալի նվազում չի արձանագրվել։ Նույն հունով, բնականon հունով աշխատանքները տարվում են։ Տեղեկություններ էին տարածվել համացանցի բացակայության հետևանքով Իրանում տպագիր փաստաթղթերի բացակայության մասին։ Մեղրիի անցակետում ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է քաղաքացիների անվտանգ ելումուտի, մաքսային ծառայությունը բեռների հսկմամբ։ Պատասխանատու կառույցները նման խնդիր չեն արձանագրել։ Տպագիր փաստաթղթերի հետ կապված ձեր նշած նման խնդիրներ չեն արձանագրվել մեր կողմից։ Սահմանային վերահսկողություն իրականացնելու համար բոլոր քաղաքացիները ներկայացրած փաստաթղթերը համապատասխանել են սահմանված կարգին։ Մենք նման արձանագրում չենք ունեցել։ Փաստաթղթերը ամբողջական է ներկայացվել, նմանատիպ ոչ մի խնդիր չենք ունեցել, որը կարող հավաստի մաքսակետի ավտոկայանատեղիում չկուտակված մեքենաները, այսինքն փաստաթղթերի խնդիր ունենալու պարագայում մեքենան չի կարող մաքսակետը լքել։ Այդ իսկ պատճառով դուք եկաք եւ ճանապարհին տեսաք, որ մաքսակետի ավտոկայանատեղին դատարկ է, որը իր հերթին նաև վկայում է, որ նմանատիպ խնդիր չի եղել։ Հայաստանյան կողմը չէր բացառել զարգացման որևէ սցենար։ Այստեղ հատուկ էին պատրաստվել, հաշվի առնելով նախորդ տարի 12-օրյա պատերազմի ընթացքում թռիչքների սահմանափակման հետևանքով մեր երկիրը որպես տարանցիկ ուղի նախընտրող մարդկանց թիվը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված սահմանապահ զորքերի ղեկավարության ցուցումով իրականացվել են միջոցառումներ համապատասխան մեր կողմից, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեծ քանակությամբ ուղևորահոսքի մուտքը դեպի Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև հակառակ ուղղությամբ անհրաժեշտության դեպքում բարձր մակարդակով ապահովելու նպատակով։ Տարբերություն նկատվել է 2026-ի հունվարի 1-ից 20-ը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան մոտ 200 բեռնատար պակաս է մտել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Բայց դա փոքր թիվ է, վստահեցնում են մաքսակետի պատասխանատուներն ու ավելի շատ կապում անընդհատ տեղացող ձյան հետ։ Վարորդները կապի մեջ են միմյանց հետ եւ նախընտրում են եղանակային այս պայմաններում չանցնել հայաստանյան կողմ։ Խնդիր մաքսակետում չենք ունեցել, ապրանքատեսականին ներկրվել է դեպի Հայաստան, ինչպես սովորաբար ներկրվել է, տարբերություն ապրանքատեսականի մեջ չի եղել։ Բեռնատարերի չափաքանակները անցանելիությունը դեպի Հայաստան նույնպես եղել է անցած տարվա համեմատ համարյա նույն թվաբանության շրջանակներում։ Հաշվի առնելով եղանակային որոշակի պայմաններ, բնականաբար նոր տարի է, նոր սկիզբ է, մի փոքր սկսում է տարվա սկզբում նվազել, որը որ հետագայում աճի տենդենս է ունենում։ Մեքենա բեռնատարերի քանակի նվազեցում չենք նկատել։ Նույնը կարող ենք ասել զբոսաշրջիկների եւ տուրիստական հայ քաղաքացիների տուրիստական շարժի վերաբերյալ եղել է համաչափ է եղել, ինչպես նախկինում արտառոց դեպքեր չեն գրանցվել։ Մեղրիի անցակետի շենքը, որը տեսնում եք այս պահին, շուտով կփոխարինվի նորով։ Կառուցվում է գործողից մեծ շինություն, որը առավել լայն հնարավորություններ կունենա։ Տիգրան Ուիբադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։